Հրավիրել եմ ձեզ այսօր, որպեսզի խոսենք հետցում գործերի ընթացքի եւ վիճակի մասին։ Կալանավորված Սամվել Կարապետյանի էլեկտրական ցանցերը լիցենզիայից զրկվելուց հետո կառույցի ժամանակավոր կառավարիչ վարչապետի կուսակից Ռոմանոս Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում ներկայացնում էր նույն հիմնավորումները, որոնցով անցած շաբաթ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց։ Պետրոսյանը իրեն նախորդած ղեկավարությանը մեղադրում էր տասնյակ միլիոնավոր դրամի հավելագրումների համար։ 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ այսպես նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից ով հավելագրում էր արել համայնքային ոչարևրեն կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաեւ հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են։ Այո, ավելիներ վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ Այսինքն ինչ հիմնարկների մասին է խոսքը։ Համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոնը կարող է լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել։ Վարչապետն ու ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը կրկին անդրադարձան ՀԵՑ-ի ու Տաշիր գրուպի գնումներին, խոսեցին ուռճացված ծախսերի, փոխկապակցված անձանց պատվերներ տալու մասին, որոնք կազմակերպությունը օրինական է համարում, բայց Նիկոլ Փաշինյանը հեռուն գնաց։ Դե սա շատ կոնկրետ փաստեր են եւ տպավորություն է ստացվում, եթե չեմ սխալվում, սենց երևույթները, իրավաբանները փողերի լվացում են կոչում, որ այսինքն իրականում ոչ թե գործարք անելն է, աշխատանք անելն է, այլ շրջանառությունից փող դուրս բերելն է եւ դա այնպիսի խողովակով, որ առերևույթ եկամուտը դիտվի օրինական, բայց գործնականում այն ինչ որ նկարագրում եք եւ եթե հիմնավորված է ըստ էության դա այլ անուն կան փողերի լվացում դժվար է գտնել։ Գնումներ եւ փողերի լվացում, սա ամենահետաքրքիր կետերից է, որի համար այս ամբողջ համերգը ներկայացվել է։ ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը Փաշինյան-Պետրոսյան հանդիպումը որակել է փորձ ներկայացնելու ՀԵՑ-ը խլելու հիմնավորումները։ Կարապետյանը վարչապետին արձագանքեց նույնօրինակ տեսանյութով, ինքն էլ իր տեղակալի հետ կետառ-կետ հերքելով մեղադրանքները։ Չհերքելով, որ Տաշիր ընկերության հետ ՀԵՑ-ը գնումներ է արել, Նարեկ Կարապետյանը միաժամանակ բացատրեց։ Գնումները մենք անում ենք մեր փողերով։ Չենք անում պետության, սակագնի։ Սա շատ կարևոր բան է, որը այս մարդիկ չեն ասում ձեզ։ Սեփականատերը կարա չանի էտի։ Ներդրումները կարա իր գրպանից չդնի, որ 20 տարի հետո գումարը հետ ստանա։ Մեր բոլորի հավատամքն է, որ եթե դու ուզում ես երկրում ունենաս արդյունաբերություն, եթե ուզում ես երկրում ինչ-որ բան արտադրես, պետք է խոշորացնես պայմանագրերը եւ տաս տեղական արտադրողին։ Գիտեմ, մի քիչ խառն է հնչում, բայց ոլորտը մանրուքների մեջ է։ Մակերեսային պատասխանների արդյունքում մենք ստանում ենք այն, ինչ որ ունենք մեր երկրի բոլոր ոլորտներում։ Կառավարության շենքում այսօր հնչած մյուս մեղադրանքների մասին Նարեկ Կարապետյանը դեռ չի հրապարակել տեսանյութեր։ Միակ նպատակը ձեր ուղղակի արդարացնելն է, խլելը։ Ինչ մնում է ՀԵՑ-ի հետագա ճակատագրին, վարչապետը կրկնեց, կամ պետությունը կգնի ու կառավարումը կհանձնի մասնավորին, կամ էլ նոր ներդրողի կգտնեն, որը կգնի ՀԵՑ-ը։ Ռոմանոս Պետրոսյանի ներկայացրած ծավալուն զեկույցից Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց, գինն էլ պիտի փոխվի։ Պատկերավոր ասած օբյեկտիվ օտարման գին կարող է լինել։ Իհարկե որոշ նրբություններ, որովհետև ձեր բոլոր ասած գործոնները ազդում են իհարկե։ Ուղղակիորեն իհարկե։ Ազդում են նաև են, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ է արել, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիայից զրկվել է, որովհետև այդ լիցենզիան էլ շատ, եթե չասենք ամենակարևոր, ինքը այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է։ Մինչդեռ Կարապետյաններն արդեն դիմել են միջազգային արբիտրաժ $500 միլիոն փոխհատուցման պահանջով։ Մաղթում ձեր գործ։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, այսքան։